Պարոն Հակոբյան, ինչպես եք գնահատում քարոզարշավը արդեն 9 օր է քաղաքացիական պայմանագիրը մարզերում եւ Երևանում շրջում է ձեր տպավորությունները։ Իմ տպավորությունը շատ դրական, շատ պոզիտիվ, շատ ակտիվ, քաղաքացիները կարծում եմ շատ ակտիվ են այս ընտրություններում, գնահատականս դա է։ Պարոն Հակոբյան, ամեն օր մի ձայնագրություն է նոր հրապարակվում, ինչպես են ձեր ընդդիմադիր գործընկերները ընտրակաշառքի միջոցով փորձում իշխանություն վերցնել հունիսի 7-ին, ձեր համակիները ձեզ մեղադրում են նաև շատ հաճախ նրանում, որ այդպիսի ուժը կարող է առհասարակ ընտրությունների մասնակցել։ Ինչ գործողություններ եք պատրաստվում անել։ Օրենքով սահմանված բոլոր գործողությունները, այսինքն այն, որ նրանք կարող են մասնակցել ընտրություններին, դա նույնպես օրենքով սահմանված է։ Այսինքն այնպես չի, որ այդ ձայնագրությունները կարող էին պատճառ լինել, որպեսզի նրանք չմասնակցեին ընտրություններին եւ նրանք մասնակցում են։ Ոչ, օրենքով սահմանված գործողություն է, այսինքն օրենքը թույլ է տալիս, որ այդ մարդիկ մասնակցեն ընտրություններին, բայց օրենքը թույլ չի տալիս, որպեսզի ընտրակաշառք բաժանեն։ Այդ իսկ պատճառով ամեն օր մի ձայնագրություն է հրապարակվում։ Մտավախություն չունեք, որ այդ ընտրակաշառքը կարող է գրավիչ լինել քաղաքացիների համար ու դրա միջոցով օրինակ հնարավոր լինի իշխանություն։ Ոչ, որովհետև այդ ձայնագրությունների մեջ կան նաև այնպիսի հատվածներ, երբ մարդիկ ասում են կվերցնեն, բայց իրանց չեն ընտրի, օրինակ։ Եվ բացի դա գումարով, կեղծիկով, ստով չես կարող գիտակից հասարակությանը, իսկ ես համարում եմ Հայաստանի Հանրապետության հասարակությանը գիտակից հասարակություն, չես կարող գիտակից հասարակությանը կաշառել եւ ընտրություն, այսինքն իշխանություն ձևավորել կաշառքով, ստով, ինչ աշակում 300,000 ադրբեջանցի։ Այդ որտեղից են բերել հատատել այդ խոսույթը մեր քաղաքացիների ջանին, ինչ 300,000 ադրբեջանցի։ Դեռ մի հատ էլ ասում են, թող ազգային ժողովի ամբիոնից հերքի։ Ամեն օր Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչ վատ ազգային ժողովի ամբիոն է եւ խոսում է հազարավոր քաղաքացիների հետ, հերքում է, որ չկա նման խոսույթ, բայց այդ մարդկանց երեսը ամբողջությամբ պադոշից է եւ նրանք շարունակաբար կրկնում են Ադրբեջանում նման խոսույթ չկա, գոյություն չունի 300,000 ադրբեջանցու մասին, ադրբեջանցում որևէ մեկը չի խոսում։ Գոնե թե իշխանությունների մակարդակով, բայց այստեղ մեր ընդդիմությունը կպել է այդ 300,000 ադրբեջանցիներից եւ փոք չի գալիս, որովհետեւ ուրիշ ասելիք չունեն։ Սուտ եթե չհորինեն, նրանք ուրիշ ասելիք չունեն, որովհետեւ 2 տարի Հայաստանի Հանրապետության սահմանին կրակոց չկա, վիրավոր չկա, ապրում են խաղաղության մեջ, տնտեսությունը աճում է։ Մնացել են ստի հույսին 300,000 ադրբեջանցի։ Իսկ իրենք, որ այդ 3 կուսակցությունները ինչքան էլ իրարից առանձին են մասնակցում, վերջնանպատակը ձեր կարծիքով ո՞րն է լինելու։ Բնականաբար, այսպես ասած, իրենք էլ չեն բացառել դա, իրենց նպատակը, այսպես ասած, Գյումրիի սցենարը կրկնելն է, բայց նրանք չեն կարող հաջողել, որովհետև նորից են կրկնում գիտակից քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացիներին հնարավոր չի ստով 300,000 ադրբեջանցու սուտ թեզով վախեցնել եւ գնալ ձևավորել իշխանություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար